Բարև ձեզ, այսօր ձեր ուշադրությանը կներկայացնենք, թե ինչպես է աշխատում արևային ջրատաքացուցիչը Հայաստանի ձմռան պայմաններում։ Այսօր հունվարի 12-ն է, դրսում -7 աստիճան ցուրտ է, անպամած եղանակ է, անգամ թույլ ձյուն է տեղում։ Սա մեզ մոտ ներկայացված է այս ոլորտի առաջատարներից մեկը համարվող Ապրիկուս ընկերության վակուումային կոլբան։ Հիշեցնեմ, որ վակուումային կոլբան հանդիսանում է արևային ջրատաքացուցիչի հիմնական բաղադրիչ մասը։ Վակուումի շնորհիվ արտաքին ջերմաստիճանը որևէ ազդեցություն չի ունենում վակուումային գլանակի աշխատանքի վրա։ Այդ իսկ պատճառով տեսնում եք, նրա վրա ձյուն է նստած, իսկ այս պղնձե գլխիկը, որը հանդիսանում է աշխատող մասը, պետք է որ շիկացած լինի։ Փորձելու համար վերցնենք մի փոքր ձյուն։ Այժմ տեսնենք ինչ կան այն տաքած է։ Տեսնում եք, ձյունը հալչում է, անմիջապես դառնում է ջուր, իսկ ջուրն էլ սկսում է գոլորշի անել։ Սա էլ այն պարագայում, երբ արև ընդհանրապես չկա, -7 աստիճան է, իսկ կոլբան մասամբ պատված է ձյամբ։ Որոշակի մաս ընդհանրապես ձյան մեջ է մխրճված։ Մի փոքր է վերցնենք։ Պետք է նշել, որ այն չի սառչում բավականին երկար ժամանակ եւ այս նույն process-ը կարող ենք կրկնել մի քանի անգամ անընդմեջ։ Այժմ վստահությամբ կարող ենք ասել, որ վակուումային կոլբաները բավականին հաջող աշխատում են նաեւ ձմռան ցուրտ եւ անպամած եղանակներին։ Հիշեցնեմ, որ սա Ապրիկուս ընկերության վակուումային կոլբան է եւ Ապրիկուս ընկերության ներկայացուցիչն է Հայաստանում Ռուբինար ընկերությունը։ Այսքանը։